Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարի երեկո, մեծահաբի եթերում Մեծա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցել եմ 24 լրատվական կայքի տնօրեն, քաղաքական գործիչ, լրագրող Նարեկ Ալիսյանի հետ, բարի երեկո։ Ողջույն Արթուր ջան, քաղաքական գործիչը հանենք երևի, որտեղ քաղաքական գործիչ չեմ։ Դե, առաջիկայում ինչ ասես կարող է լինել։ Պարոն Գալստյան, նայեք, Գյումրու ընտրություններն են մոտակա ժամանակներում եւ Նիկոլը շտապեց Գյումրի։ Կրկին այդ իր հին երգերը երգելու, դրան զուգահեռ նաև անցանք շոուների եւ հիմա քյաբաբ հետ ենք բերելու, հիմա յաշիկ ենք հետ բերելու, այս ծեծված ու այլևս ժողովրդի մոտ որևէ ազդեցություն չունեցող բառամթերքը, որ օգտագործում է այս մարդը, հասկանում է, որ Գյումրիում այլևս ձայն չունի եւ գուցե նաեւ ամբողջ Հայաստանում, բայց մենք չպիտի համոզված լինենք, որ ձայն չի ունենալու։ Հիմա Գյումրիում process-ները ընտրությունների ինչպիսին է լինելու եւ ինչ սպասեք առաջիկայում։ Ես մի քիչ անշնորհակալ գործ կլինի, եթե փորձեմ կանխատեսել, ասել ինչ կարող լինել, ենթադրաբար դա ավելի շատ էսպես Գյումրիի ընտրություններով զբաղվող էքսպերտներին եւ տեղի իրավիճակին քաջածանոթ մարդկանց պետք է հարցնել։ Ես առավել կենտրոնանամ ձեր հարցի առաջին հատվածի վրա, պետք քյաբաբ, յաշիկ եւ այլն։ Գիտեք, մենք մոռանում ենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն 7 տարի Հայաստանի Հանրապետությունում իշխանության է։ 7 տարի Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը։ Որպեսզի համեմատական անցկացնենք, պիտի հիշենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ղեկավար եղել է ընդամենը 6.5 տարի, բայց դա շատ-շատերի մոտ մի ամբողջ էպոխա է թվում, իսկ Փաշինյանի իշխանությունը կարծես թե պայմանական 3 լինի կամ ինքը այսպես որոշ մարդկանց մոտ ընկալում ունի իբրև նոր իշխանություն, այս իշխանությունը նոր չէ։ Ուստի այդ յաշիկ, քյաբաբ կամ նմանատիպ դրսևորումներով հետ բերելու հայտարարությունները վաղուց արդեն պետք է տեղի ունեցած լինեին։ Եվ ես կարծում եմ, որ իմ ձեր եւ բազմաթիվ մարդկանց խնդիրը չէ, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր ժամանակին ինչ-որ բան տարել են, գողացել են եւ բոլոր նրանք, որոնք հիմա են տանում եւ գողանում, անպատժելիության մթնոլորտում լինեն կամ հետ չվերադարձնեն կամ բան չանեն։ Այսինքն քաղաքական պոլեմիկան իջեցնել դրա մակարդակին, տպավորությունը թե դրա դիմաց հակազդեցություն կա բացարձակապես։ Հակազդեցությունը բոլորովին այլ հատվածում է։ Եվ ես կարծում եմ, որ իր խոսույթը ուղղված է հենց նախ եւ առաջ այն հատվածին, ինչին ես հիմա կանդրադառնամ։ Այսինքն Հայաստանը թուրք-ադրբեջանական խորդանոց, backyard կամ հետնաբակ սարքելու իրենց քաղաքականությանը, այսինքն եկեք ֆիքսենք, որ Հայաստանում յաշիկ, քյաբաբ հետ վերադարձնելու մասին հայտարարություն անող օրվա իշխանությունը վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանին է թողել 12 քաղաք, հարյուրավոր գյուղեր, հարյուրավոր ֆաբրիկաներ, գործարաններ, տասնյակ եկեղեցիներ, հազարավոր գերեզմաններ, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ եւ 5000-ի մոտ երիտասարդներ, որոնք ուղարկավորված են եւ Եռաբոլորում եւ այլ պանթեոններում։ Սա է այն չոր հաշվարկը, որը յաշիկ եւ քյաբաբ վերադարձնող Փաշինյանի իշխանությունը թողել է այս 7 տարվա ընթացքում։ Մնացածը ում հետ կբերի, ինչ կանի, ինչպիսի, չգիտեմ, որ մի գողը գնա կնստի, որ մի այսօրվա, որ մի երեկվա, սա չի վտանգավոր եւ սա նորմալ է, թող եթե մեկ գողացել է, գնա պատասխան տա։ Աննորմալը իմ ասածն է ու նաև այն տենդենսները, որոնք որ այսօր իրականում գոյություն ունեն, մասնավորապես չորեքշաբթի ուշ գիշերին, երբ որ ինքը իր իրական Հայաստան, ինչպես ասում է, այդ բառն անգամ չեմ ուզում գործածել գաղափարախոսական, որովհետև գաղափարախոսությունները մի քիչ ավելի թրծված եւ ժամանակի փորձություն ունեցող
երևույթներ են, հա, ոչ թե անհոդաբաշխ բառերի նախաբաններ, այսպես կույտ։ Ասում էր, որ սահմանադրությունը պետք է ունենա ռեգիոնալ նշանակություն։ Հիմա թող մենք բոլորս մեզանից հարց տանք, ինչ է նշանակում ռեգիոնալ նշանակություն։ Ռեգիոնալ նշանակություն, ենթադրում եմ, նշանակում է ադրբեջանական հերթական պահանջների բավարարում։ Այսինքն էգզիստենցիալ մարտահրավերները այստեղ են, մնացածը, եթե ինչ-որ մեկ ինչ-որ բան է տալի, թող գնա դրա համար պատասխան տա։ Կարծում եմ, սա իմ եւ ձեր խոսակցության առարկան չի։ Նայեք, երբ որ մենք անընդհատ խոսում ենք Նիկոլ Փաշինյան եւ ՔՊ ինչ որ զանգվածի մասին, մենք անընդհատ այս մանավանդ վերջին տարիներին ասում ենք դա էլ բան չմնաց, աշունը գնալու է, գարունը գնալու է եւ մենք անընդհատ այդ գնալու տվայտանքների մեջ փորձում ենք մենք մեզ հույս տալ։ Հիմա այս մարդը կոնկրետ վախենում է այն իրավիճակից, որը կոնկրետ Գյումրիում չի ընտրվելու, գուցե իրենց մարդը, որին նշանակել են այնտեղ, որին նաեւ գյումրեցիք շատերը չեն ճանաչում։ Դուք վստահ մի ասեք, որ չի ընտրվելու, բայց օքեյ, հասկանում եմ հարցը։ Ուզում եմ հասկանալ այս մարդը վախենալով նաև այս ասֆալտին փռել բան, այս նորից այդ շոուները ինչու է անում, հա։ Մենք անդադ ասում ենք նաև ժողովուրդը դրանից հոգնել է, բայց նաև շոուները ինչ որտեղ երևի աշխատող տարբերակ։ Տեսեք, հռոմեական ժամանակներից սկսյալ եւ ոչինչ իրականում չի փոխվել այս տրամաբանության մեջ, բացառապես տեխնոլոգիաներն են փոխվել, ժողովրդի ինչ որ մի հատված սիրում է հաց եւ արյուն տեսարաններ։ Եվ դրա համար աշխարհի բոլոր կառավարիչները հիմնական օրախնդիր երևույթներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար տալիս էին հացը եւ տեսարանները։ Հիմա մենք այսինքն անգամ անիմաստ է քննարկել, թե այս ամեն ինչը ինչի է տեղի ունենում։ Կա հիմնական եւ էգզիստենցիալ խնդիր։ Հայաստանը վերածվում է թուրք-ադրբեջանական խորհրդանոցի։ Այս ճանապարհին հնարավորինս քիչ դիմադրություն ցույց ստանալու համար օրվա իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ ստեղծում են մի այնպիսի մթնոլորտ, որպեսզի մարդիկ իրենց գadgetների կամ հեռուստացույցների առջև գամված լինելով ուշադրություն դարձնեն աղմկահարույց դատավարություններին, այլ ոչ թե այն արտաքին քաղաքական եւ մեզ համար գոյաբանական նշանակություն ունեցող զիջումներին, որ անելու է եւ անում է եւ արել է օրվա իշխանությունը։ Իմ կարծիքով այստեղ սա է հիմնական իր խնդիրը։ Այսինքն, եկեք ֆիքսենք, որ 15 կետի շուրջ այսպես կոչված խաղաղության փաստաթուղթը, որ Փաշինյանը ցանկանում է ստորագրել Ալիև հետ արդեն կա համաձայնություն, վերջերս այլևս այն երկու կետը, որի մասին որ խոսվում էր, մեկը ուրեմն երրորդ երկրների ուժի ներկայության բացառումը հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ հայկական կողմը ուներ կամ փաշինյանական կողմը ուներ ավելի ճիշտ որոշակի բաներ, այսպես առարկություններ, սա առաջի կետը, եւ երկրորդ կետը վերաբերվում է միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետ կանչման, այս երկուսի շուրջ կար որոշակի ոչ կոնսենսուսային իրավիճակ Բաքվի հետ, հիմա կարծես թե երկուսի շուրջ էլ այլևս կա կոնսենսուս, այսինքն եթե ժամանակին օրվա իշխանությունն ասում էր, որ մենք պատրաստ ենք հետ կանչել պայմանական Եվրամիության դիտորդներին այն հատվածներից, որոնք որ այլևս դելիմիտացված են, Դե ինչ է նշանակում դելիմիտացիա Հայաստանի իշխանության տրամաբանության մեջ, դա առանձին ու լայն քննարկման հարց է, հա, այսինքն միակողմանի զիջում է թե դելիմիտացիա է, ուրեմն մի օր Երևանի կենտրոնով կարող է դելիմիտացիան հասնել, բայց սա առանձին քննարկման հարց է։ Բայց երբ որ խոսքը վերաբերվում է մյուս ասածին, այսինքն այս երկու հարցերի շուրջ այլևս Հայաստանի իշխանությունները կարծես թե դիմադրություն ցույց չեն տալիս։ Երրորդ ու ամենասարսափելին այն է լինելու, որ օրվա իշխանությունները փորձելու են փոխել սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով, հանելով անկախության հռչակագրի մասին դրույթը, որտեղ կա Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում։ Սա կրկնում եմ Ադրբեջանի համար հարյուրամյակների ռազմավարական նշանակություն ունեցող հարց է, որը անելու է Փաշինյանը։ Միով բանի մենք գործ ունենք կոլաբորացիոնիստական համակարգի հետ, կոլաբորացիոնիստական համակարգը իրենց ինչ է ենթադրում, արտաքին անվտանգությունը դելեգացնել օկուպանտին, երկրում ստեղծել ոստիկանապետություն, որպեսզի պահպանել սեփական իշխանությունը ոստիկանապետության եւ օտարների սվինների վրա։ Այսօր
մենք ունենք մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 արտաքին քաղաքական պարտնյորը ու սա բացառապես ծեծված բառեր չեն, դա Ռեջեփ Թայիպ Էրդողանն է եւ ենթադրաբար նաեւ Իլհամ Ալիևը ու Հայաստանի իշխանությունները Հայաստանի տարածքային ամբողջականությունը ցանկանում են ստանալ կամ այն ինչ որ Աստված մի արած կարող է մնալ Հայաստանից Էրդողանի շնորհիվ։ Իսկ այն խոսակցությունները գալով ձեր հարցի երկրորդ հատվածին, որ այսօր գնալու է, վաղը գնալու է, մյուս օրը գնալու է եւ այլն, այստեղ արդեն խնդրեմը իմ համեստ կարծիքով ընդդիմության դաշտում է, ինչպես նաեւ արտաքին քաղաքական խաղացողների դիրքորոշումներում։ Գիտեք, ով որ Փաշինյանին դեմ է, բացառապես չի նշանակում աշխարհային խելոք, արդար, ազնիվ եւ բանիմաց մարդն է։ Ընդհակառակը բազմաթիվ ախմախ հայտարարություններ մենք լսում ենք հենց ոչ իշխանական դաշտից։ Այսինքն, երբ որ ինչ-որ մեկը ցանկանում է Փաշինյանին փոխել, ինքը պիտի կարողանա տալ դրա տեղատոմսը, օրակարգը, նպատակները փոխելու եւ պայմանական Հայաստանի առաջին 7 օրը առանց Նիկոլ Փաշինյանի այստեղ խորքային հարցեր գոյություն ունեն։ Ադրբեջանական հնարավոր ինտերվենցիա, պատերազմից խուսափելու լծակներ, որ պետք է տիրապետի այդ իշխանությունը, արտաքին քաղաքական որոշակի աջակցություն այդ պատերազմի բացառմանը հասնելու համար։ Ու այսպես բազմաթիվ հարցեր, միայն Նիկոլ Դավաճյանի եզրույթը կամ, չգիտեմ, հողատու կամ նմանատիպ այլ էպիտետներով եզրույթները այլևս մրցունակ չեն եւ չեն ծառայում իրենց նպատակին։ Գիտեք, եթե մի բան անընդհատ ասում է, դա սովորական է դառնում։ Իսկ սովորական դարձած երևույթը այլևս չի շարժում ոչ մարդկանց մտքերը, ոչ մարդկանց սրտերը եւ ոչ էլ մարդկանց հոգիները։ Եվ մենք հիմա ականատեսն ենք դառնում, ընդդիմությունը մի լավ օրի չէր իհարկե։ Հիմա տեսնում ենք երկու դաշտի կռիվ, հա, գզվրտոցները չեն դադարում։ Առաջին նախագահ, երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի թիմակիցների միջեւ այս ամեն ինչը ինչ է կարծում դիտավորությամբ է արվում ընդդիմությունը ինչ անելու, հա, մեկուսացնելու, երբ որ նաև նայում ենք, տեսնում ենք երրորդ նախագահի կողմնակիցները մինչ օրս լռում էին, հա, երբ որ երկրորդ նախագահի կողմնակիցները ինչ որ բաներ էին խոսում, ես անդադ ասում եմ, այս մարդիկ վերջապես պատասխանելու են այս կողմին, թե ոչ, որովհետև տպավորությունը այնպեսին էր, որ հենց Ռոբերտ Քոչարյանը ինչ որ բան խոսում էր եւ դրանց զուգահեռ նաեւ 21 թվականի կռելու եմ իրավիճակը, վերես հասրեց նրա, որ մենք այսօր ունեցանք նիկոլական իշխանության 7 տարիներ, հա, այսինքն շատ հնարավոր է, որ հենց 21-ին երբ որ որոշվեր եւ համախմբված ընդդիմությունը հանդես գար, գուցե Նիկոլը չլիներ այլևս։ Բայց տպավորությունն է, որ մենք 2006 թվականին կրկին կռելու ենք տրամաբանությամբ, գնում ենք ընտրությունների եւ կարծես նույն սխալի հետևից։ Ես ձեր թույլտվությամբ չխոսեմ պատճառների մասին եւ չփորձեմ մեկնաբանել այդ դաշտի գործընկերների պահվածքը, ինչը անշուշտ շատ տհաճ է եւ հիմնական նպատակից կիլոմետրերով հեռացնում է այդ քաղաքական ուժերին, հա, այսպես ասեմ։ Բայց ուզում եմ խոսել մեկ այլ օրակարգից։ 2000 ով բերեց Նիկոլ Փաշինյանին 2018 թվականի օրակարգը, ցավոք սրտի, եւ դա միշտ այդպես քննարկվել է, մեկ մի քիչ ավելի բարձր, մեկ մի քիչ ավելի ցածր, մեկ միայն տելեգրամյան տիրույթներում հատուկ պատկանելիություն ունեցող, մեկ որոշակի այլ սպիկերների ներկայությամբ։ Այս խոսույթը մոռացության է տալիս թիվ 1 օրակարգը ով է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև հիմա եթե մենք գնանք կոնսպիրոլոգիական տիրույթ եւ սկսենք քննարկել թե ով բերեց Նիկոլ Փաշինյանի, այսպեսի բան կա, ասում է, կարևոր է որ նախաքննության ժամանակ ինքդ քո վրա դուրս չգաս, ռուսերեն այդպեսի արտահայտություն կա, հիմա սա շատ կիրառելի է դառնում այդ խոսույթի առաջ քաշողների մոտ, հա, այսպես ասեմ։ Ասում главное, чтоб во время следствия не вышел на самого себя։ Հիմա որպեսզի ինքդ քո վրա դուրս չգաս, թե ով բերել է Նիկոլ Փաշինյանին, բայց այս թեման այլևս սարտիական չի շատ վաղուց, որովհետև այդ ով բերելուց հետո Հայաստանում տեկտոնական եւ ողբերգական փոփոխություններ են տեղի ունեցել։ Ու թիվ 1 հարցը մարդկանց, որոնք որ Հայաստանում ուզում են փոփոխություններ, հետեւյալն է ով է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին։
Կարծում եմ սա ավելի կարևոր օրակարգ է, որ պատասխանատվության զգացումը գուցե չկա ընդդիմության։ Գիտեք, ես չեմ ուզենա այդպես կտրուկ գնահատականներ տալ, մեկի մոտ կա, մյուսի մոտ ավելի շատ կա, մյուսի մոտ ավելի քիչ կա, մեկը ավելի հարմարված վիճակի մեջ է, մյուսը ոչ հարմարված վիճակի մեջ է, բայց այն որ Հայաստանին անհրաժեշտ է որակական ոչ ես չեմ ուզում ասել նրան գնան որ Նիկոլը գնա բան եւ այլն ծեծված եզրույթները դրանք այդպես չէ որտեղ հրապարակները ազատ են մարդիկ կարող են ինքնաարտահայտվել ցանկացած պարագայում բայց Հայաստանի անհրաժեշտ է իսկապես փոփոխություն որակական ընդդիմության ներսում մեզ պետք է ռացիոնալ օրվա մարտահրավերները հասկացող օրվա մարտահրավերներին adekvat դեղատոմս ունեցող ընդդիմություն որը նաև խոցելի չէ բազմաթիվ ու բազմապիսի հարցերում վերջի վերջո մեզ անհրաժեշտ է միգուցե մի քիչ էմոցիոնալ եմ ասում բայց պատմական պատասխանատվության պահը զգացող ու սեփական անձը այս պետության փրկության զոհասեղանին դնելու ունակ առաջնորդներ կամ առաջնորդություն կամ հավաքական առաջնորդություն կամ մեկ առաջնորդ ես չգիտեմ բայց այն հանգամանքը որ ընդդիմությունը որպեսզի կարողանա այսպես ասեմ գերել մեր բնակ ժողովրդի սրտերը կամ հասնել այն բանի որ լսելի դառնա ինքը իսկապես որակական վերաիմաստավորման ու վերաարժևորման ճանապարհով պետք է անցնի։ Այլ հարց է, որ արդյոք ունենք մենք այդ ժամանակը թե ոչ, սա նույնպես կարևոր հարց է, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը անգամ չի պատրաստվում այդ favor-ը անգլերեն ասած Փաշինյանին անել եւ ինչ որ մի թուղթ ստորագրել, որը բնականաբար ոչ մի արժեք չի ունենալու, բայց այնուամենայնիվ, որովհետև եկել է մի շրջան, որ ինքեր են հասկանում, որ Փաշինյանի իշխանությունը չի կարող հավերժ լինել, ուստի պետք է փորձեն քամել այն ամենը, ինչ հնարավոր է այս իշխանության օրոք։ Հիմա գալով այն հարցին, թե ինչ է լինելու կամ ինչպիսին, շատ դժվար է կանխատեսել, մենք մեր լավագույն օրերը չենք ապրում։ Կան մարդիկ, որոնք այդ մի նայր վերև ֆիլմի տրամաբանության մեջ փորձում են չնայել վերև ու սպասում են, թե այդ մեթեորիտը երբ է ընկնելու մեր գլխին, կան մարդիկ, որոնք գոռում ասում են, որ մեթեորիտը գալիս է, բայց այդ մեթեորիտից խուսափելու դեղատոմսը դեռևս առաջարկված չէ։ Ես շատ հույս ունեմ, որ առաջիկա օրերին, շաբաթներին կամ ամիսներին այդ դեղատոմսը կառաջարկվի եւ իրականում կլինի ինչ-որ մի համախումբ, որը կտա այսպես ռացիոնալ ընդդիմությանը վայել հարիր, ռացիոնալը իդեպ հանկարծ որից մեկը չշփոթի ճակերտավոր կառուցողական ընդդիմության հետ, ռացիոնալը այն է, երբ որ դու չես ընկնում պաթոսի հետև ու չես գոռում, որ ես գալու եմ ու Արցախ հետ բերեմ, որտեղ դրա տակ մեծ բլեֆ գոյություն ունի, հասկանում եք։ Մենք չի որ չենք լսել, հա։ Հա, մենք պիտի հիմա փրկել որ մեր պետությունը եւ այս պահին գոնե առաջնային խնդիր եւ նախ եւ առաջ փորձենք փրկել Սյունիքը, որի գլխին Հիմա սոասաղանություն մեծ ամպեր են կուտակված, սա է թիվ 1 խնդիրը։ Մնացածը այլևս քաղաքական գործիչների անելիքն է, որտեղ իրենք ռիսկ կան այդ պատմական պատասխանատվությունը։ Բան Գալստյան, դուք ձեր խոսքում ասիք պետք է ընդդիմության հետ կապված եւ իմ մոտ տպավորություն է, որ հիմա հա նաև ժողովրդի մեջ է այդ ամեն տարածված, որ ընդդիմություն եւ իշխանություն զուգահեռ սինխրոն աշխատում են։ Ինչու նաև կա այդ բանը, որովհետեւ 1 տարի շարունակ սրբազան շարժումը մարդկանց զբաղացրեց, հա փողոցային այսպես պայքարեր, չգիտեմ ինչի նման էր, բայց մարդկանց զբաղացրեց։ Հիմա էլի անցնենք առաջ, հա, սեպտեմբերյան դեպքեր, մենք հիշում ենք, էլի մարդիկ դուրս էին եկել փողոց, Թևանյան Անդոն վիժեցրեց այդ օրն էլ։ Հիմա ասինքն մարդիկ են հայտնվում, որոնք, չգիտեմ, հիմա իշխանությունն է, իշխանության մարդն է, որը պատվեր են ստանում, դա անում են, չեն անում, բայց մարդիկ սկսում են հիասթափվել, ասում են, մենք ինչու դուրս գանք փողոց, եթե մենք տեսնում ենք այդ առաջնորդներին, որը ոչինչ չեն անում եւ տեսել ենք, որ ոչինչ չեն արել։
Հիմա ոնց ենք մենք այս իրավիճակում, երբ որ մարդիկ բիզնեսներ ունեն, փողեր ունեն, չգիտեմ, Հայաստանի վրա հույս են դրել, Սյունիքում ինչ որ բաներ ունեն, կուտակած ինչ որ բաներ ունեն, եւ մենք հետ ենք նայում, տեսնում ենք Արցախում ինչեր ունեին եւ մեկ օրվա, մեկ գիշերվա մեջ ժամ ու օր նշանակեցին եւ այդ մարդիկ դուրս եկան։ Այդ մարդիկ անտերության մատնված, Հայաստանի ճակատագիրը օդում կախված եւ մենք այսպես նստած զրուցում ենք եւ մտածում ենք ինչա լինելու վաղը։ Ես ձեր թույլտվությամբ Նաեւ մարդիկ կան ախր ներողություն ցուցակներ են կազմում այսօր։ 26 թվի ընտրությունների ցուցակներ են կազմում։ Ես գիտեմ ընդդիմության որոշ շրջանակներ, որոնք այսօր արդեն շտապ են, որտեղ 26 թվի պիտի գա։ Առանց մտածելու Հայաստանի Հանրապետություն լինելու է դիտարկում, չէ, լինելու է, տեսեք, Հայաստանի Հանրապետությունն ես այդ ֆատալիզմին կողմ չեմ։ Հայաստանի Հանրապետություն լինելու է, Փաշինյանի իշխանությանը չի հաջողվելու շրջել Հայաստանի Հանրապետության էջը կամ ստանալ այնպիսի որակական Հայաստանի Հանրապետություն, որը իր բովանդակությամբ որևիցե կապ չունենալու Հայաստանի Հանրապետության պատկերացումների հետ 80 թվականի արժեքների եւ դրան հաջորդած բանի չի ստացվելու դա։ Այսինքն մասամբ ստացվել է Արցախի կորստով ողբերգությամբ, բայց ասել, որ Հայաստանի Հանրապետություն չի լինելու, չէ, Հայաստանի Հանրապետություն լինելու է։ Ես կողմ չեմ այդ ֆատալիզմին։ Ձեր դիտարկմանը Սրբազան Պաղակյարի հետ կապված մի քիչ թույլ տվեք չհամաձայնվել, որ ասես 1 տարի զբաղեցրեց եւ այլն, գիտեք, ցանկացած շարժում, որ տեղի է ունեցել ինքը եւ մասնավորապես Սրբազան շարժման մասին եմ ուզում ասել, ինքը նաեւ իր կարևոր դրական գործն է կատարել այն առումով, որ ել ավելի է առանձնացվել ժողովրդի եւ իշխանության կամ Փաշինյանի ռեժիմի միջև գտնվող անջրպետը։ Եվ կարող եմ ասել, որ այդ շարժումը ունեցել է այդ առումով բավական կարևոր նշանակություն, սա իմ սուբյեկտիվ դիտարկումն է։ Այլ հարց է, որ վերջնակետի չի ասել եւ այո, բոլոր այն մարդիկ, որոնք որ կամ գործիչները հանձն են առնում հրապարակելիչն դրոշով, իմ եւ ձեր առաջին այսպես պահանջը իրենցից հասնելն է դրան։ Բայց ես համաձայն չի ստացվել, այո, դեռևս չի ստացվել, բայց ես համաձայն չեմ, որ դա ինչ որ իշխանության հետ համագործակցության եւ կամ նմանատիպ բաների արդյունք է, գիտեք, ես իմ շատ կարող եմ բազմաթիվ պատմական օրինակներ բերել, թե այսպես ասեմ, հա, օտարի հետ համագործակցող իշխանության դեմ պայքարը ինչքան դժվար է լինում։ Ինչքան դժվար, մանավանդ առանց արտաքին քաղաքական աջակցության։ Իսկ Հայաստանի իշխանությունները ունեցել են եւ դեռևս որոշակի առումով ունեն արտաքին քաղաքական աջակցություն։ Բայց ինչ անել եզրույթը իսկապես թիվ 1 հարցն է եւ բոլոր պրպտող մարդկանց, մտածող մարդկանց թիվ 1 խնդիրն է իսկապես ինչ անել։ Բանալին մեծ հավաքական առաջնորդություն ստեղծելու մեջ է հնարավորինս անխոցելի անձանցից եւ հնարավորինս ռեալ, ռացիոնալ ծրագրով, օրակարգով եւ վճռականությամբ սա շատ կարևոր է, այսինքն պայմանական 5-6 կետի շուրջ համաձայնություն, մնացածի շուրջ համաձայնություն անհամաձայնության մասին, բայց 5-6 կետի շուրջ համաձայնություն։ Մարդիկ պետք է ցույց տան, թե ինչ է լինելու Փաշինյանից հետո Հայաստանում, սա գերկարևոր խնդիր է։ 1 եւ երկրորդը, մարդիկ, երբ որ դուրս են գալիս քաղաքական գործիչները փողոց, երբեք չպետք է մեր ժողովրդի մեջ մի գրամ կասկած հարուցեն, որ իրանց գալու պարագայում սկսվելու է նոր եւ կործանարար պատերազմ, որտեղ մեր հասարակությունը եւ դա փաստ է դեռևս շոկի մեջ է։ Եթե գալիս ես ու ասում ես, որ պայմանական, չգիտեմ, ես Արցախի հարցը լուծելու եմ, այդ մարդը պոպուլիստ է, այդ մարդը ավանտյուրիստ է, ընդཐུպ մինչև եւ կարող է բերել բան։ Եվ մեր ժողովուրդն իրականում ժողովուրդը հավաքական առումով որոշակի իմաստություն ունի, հասկանում եք, այսինքն այս վախի մթնոլորտի մեջ, որ այսքան մանեղ է, ինքը պատերազմ հիմա չի ուզում, պիտի փորձի մեջքը վերահանել։ Եւ որվա իշխանության քարոզությունները, որ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա պատերազմ, հա, սա շատ մեծ նպաստ ունի։ Ուստի այնպես չի, որ ընդդիմության կամ ընդդիմության որոշ հատվածների, հա, որտեղ բոլորի մասին չեմ
չեմ կարող ասել, դեռ ինձ համար բազմաթիվ անընդունելի մարդիկ կան, կրկնում եմ, ով որ ընդդիմադիր չի, չի նշանակում, որ by default ընդդիմադիր է, չի նշանակում, որ by default չգիտեմ, առաջնորդ է կամ ավելի լավն է, քան Նիկոլ Փաշինյանը, այդպես չի իմ համար գոնե ամենայն դեպս, բայց այդ մարդիկ ովքեր որ բանում, պետք է այդ դեղատոմսը շատ հստակ առաջարկեն, շատ հստակ, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք չգնում են ոչ թե ավանտյուրայի հետևից, որտեղ հասկանաք շատերը ասում են դե լավ, սա թող մնա, վատ լավ որոշակի խաղաղություն է բերել, բայց սա այն ինչ որ Փաշինյանը առաջարկում է, խաղաղություն չի, դանդաղ եւ ինչու ոչ միգուցե նաեւ Աստված միանացած արագացված մահ է։ Ոստի խաղաղությունը կարող է լինել բացառապես այն պարագայում, երբ որ Հայաստանը պարտադրված չլինի անել էգզիստենցիալ զիջումներ իր համար։ Տեսեք, այդ օրինակը միշտ բերում եմ։ Այս իշխանությունները Ադրբեջանին տվել են այնքան point-ներ հետագայում մի քանի տասնյակ տարի Հայաստանի դեմ օգտագործելու համար, որ այսինքն մարդը առնվազն բան լինի, ծույլիկ լինի, որպեսզի դա չօգտագործի Հայաստանի դեմ։ Հայտնի Խոջալույի այսպես կոչված դեպքերի հետ կապված մեր պաշտոնական դիրքորոշման մեջ մշտապես մտնում էր Ադրբեջանի այդ օրերի նախագահ Այաս Մութալիբովի մի հարցազրույց, որտեղ այդ հարցազրույցում Մութալիբովը ասում էր, որ ազգային ֆրոնտը, այսինքն LCHV-ի կողմնակիցները կազմակերպեցին Խոջալույի դեպքերը, ինչպես նաև Շուշիի հանձնումը ինձ իշխանությունից հեռացնելու համար։ Սա միտեղ հրապարակված հարցազրույց է, եւ այդ միտեղ հրապարակված հարցազրույցը դարձել էր տասնյակ տարիներ մեր հայկական կողմի պատասխաններից մեկը, որ տեսեք թե նախագահն ինչ է ասում։ Դուք պատկերացնում եք, թե վերջին 4-5 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները ինչքան քարոզչական հնարավորություններ են տվել Ադրբեջանին, անգամ Փաշինյանի փոփոխությունից հետո դա Հայաստանի դեմ օգտագործելու համար։ Այսինքն, կրկնում եմ, Փաշինյանի եւ այս բովանդակության, ասեմ, ոչ միայն անհատի, այս բովանդակության հեռացումը բան չի, այսպես բարի ցանկություն չի կամ քաղաքապետի պատգամավորի աթոռի խնդիր չի։ Այս բովանդակության հեռացումը Հայաստանի պետության շարունակականության անհրաժեշտ պայմաններից մեկն է, անհրաժեշտ, բայց ոչ բավարար, որտեվ հեռացումը մեկ բան է, իսկ դրանից հետո այդ մարտահրավերների դեմ քաղաքականության, ռեալիստական քաղաքականության մշակում մեկ այլ բան։ Եվ նաև չեմ կարող չանդրադառնալ մեր գերիներին, տեսնում ենք Բաքվում ինչ է կատարվում եւ գուցե նաև այս նկարների տեսքով այդ մարդկանց կտանքների ենթարկելը եւ մեր էլի որոշ շրջանակների կողմից քար լռությունը Մանեն Թանդիլյան արդեն 20-ից ավել օր Բարգասու 3 դուրս եկավ հացադուլ էր անում, այո, դուրս եկավ, բայց մենք մարդիկ ինչ օրինակ մարդիկ չեղան, որ Մանեին չմիացան եւ հրապարակը չլցվեց հացադուլավորներով։ Օրինակ դա ամենածայրահեղ միջոցն է, բայց գոնե ինչ որ քայլ է, որպեսզի մենք կարողանանք, չգիտեմ, ոչ թե Նիկոլի ականջին հասցնել, որ մենք ունենք այնտեղ մարդիկ, ովքեր որ եթե այսպես շարունակվի մեռնելու են եւ այդ մարդկանց դիակները մենք նույնիսկ չենք կարողանալու, իհարկե Աստված ոչ անի, բայց մենք ունենք ռեալ փաստեր, որ այդ մարդիկ օրորի հյուծվում են, գնում են մեռնելու են այդ մարդիկ։ Ինչ ենք անում մենք այս իրավիճակում։ Մարդիկ նայում ենք, տեսնում ենք Երևանի փողոցներում այլ տրամադրություն է, կաֆեներում, ռեստորաններում, մարգարեթեր, բոլոր ռեստորաններում տեղ չկար։ Կիևը ռմբակոծվում է։ Սիրիայում այդ վիճակն է, հայեր են այնտեղ զոհվում, մենք էլի այստեղ ոչ մի բան Նախ Սիրիայում ոչինչ չենք կարող անենք, ուզենանք, սկսենք դրանից։ Միակ բանը կարող, եթե պետություն լինի եւ իշխանություն լինի, կարող է որոշակի չգիտեմ, ասենք ռուսական ռազմավերով, ասենք էվակուացիա կազմակերպել Լաթաքիայից այն հայերի, որոնք որ ցանկություն ունեն, հա, այսինքն Հոմեյնիի բանը, այո, Հոմեյնիի բանը, ավիաբազան այնտեղ մոտիկ է բավական, ուստի միակ բանը, որ կարող է անել, դա է։ Սա այսպես։ Ես հիմա գեյն հետ կապված այդ հերթապան նախադասությունները, որ այնտեղ պատվում, այնտեղ դատվում է Հայաստանն, այնտեղ դատվում է հայ մարդը եւ այլն չեմ ուզում ասեմ, որովհետեւ գիտեք, ով որ ականջ ունի լսում է, ով որ աչք ունի տեսնում է։ Այսինքն այստեղ անիմաստ է անգամ մի բան ասել։ Ինչ անելը ավելի կարևոր հարց է։ Միջազգային հանրություն կոչված կեղծ կատեգորիան
որը կարող է ամեն աստծոր հանգիստ նայել, ասենք սպանվող Ալավի կամ Գազայի Պաղեստինցի կամ Արցախում հայ երեխաների նկարները եւ ասել մենք իսկապես ցավում ենք եւ կարծում ենք որ կողմերը պետք է նստեն երկխոսության հիմնարագույն տավտալոգիա, բայց սա է այն իրականությունը, որ գոյություն ունի։ Արցախի դեպքում հանդարտության կոչ է։ Արցախի դեպքում էլ Գազայի պարագայում էլ էս բան եղավ, հիմա էս բանին մեր այսինքն ուժեղի մոտ միշտ թույլն է եղավ, որ անկախ այդ անունը միջազգային հանրություն կտնես, ինչ կտնես, ամենքի շայրով է առաջնորդում, ոչ մեկ սիրո աչքերով ոչինչ չպետք է անի։ Գերիների հարցում միակ կողմը որ կարող է մի բան անել, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի Հանրապետությունը օրվա իշխանություններով, այսպես կիսահեգելով ինչ որ անհոդաբաշխ նախադասություններ են արտասանում եւ հետո էլ ասում են դեսում ենք կամած տակից մի խանգարեք, տակից աշխատում ենք, չխոսեք եւ այլն, մինչեւ իրենք տակից աշխատում են, այնտեղ կարող են տեղի ունենալ ողբերգական իրադարձություններ։ Հասարակության անտարբերությունը գիտեք, մեր հասարակությունը ցավոք սրտի ծեծ կերած հասարակությունը, այդ ծեծ կերած հասարակությունը նաև ամեն աստծո օր գտնվում է հոգեբանական ծեծի ներքո օրվա իշխանությունների քարոզչությամբ։ Ոստի հասարակության ամենահեշտ բանն է ասել հասարակությունը անտարբեր եւ այլն։ Գալիս են կրկին առաջնորդությանը։ Անհայրենիք անպետություն ազգերն են միայն գնում ՄԱԿ-ի եւ մնացած այլ հատվածներում ցույցեր կատարում դեսպանությունների դիմաց փախստականներն են գնում չգիտեմ ասենք եզիները կարող են օրինակ Իրաքի գնալ ասենք Իրաքում որ չունեն ցավոք պետություն կամ քրդերը վերջին բանն սա այո սա պետություն չունեցող ազգի սինդրոմ է Վահան Հովհաննիսյանը մի հատ լավ բան ասաց նոր իմ եթերում ասաց բանը Փաշինյանը պետությունը իջեցրել է 2.800.000 փախստականների ճամբարի կարգավիճակի այսինքն պետության գոյության բացակայության բանն է էլի հիմա սա մենք ունենք սա ցավոք սրտի մենք ունենք անհրաժեշտ է գեյների հարցում անհրաժեշտ է հավաքական առաջնորդություն անհրաժեշտ է չգիտեմ մի կենտրոնի մի շտաբի ստեղծում անհրաժեշտ է մեծ քանակությամբ փող այդ փողը չգիտեմ ներդնել տարատեսակ կառույցներում, աշխատել տարատեսակ մարդկանց հետ, դարձնել թիվ 1 օրակարգ, եթե Հայաստանի իշխանությունը դա չի անում։ Ունի հայկական աշխարհը կամ հայկական հավաքական էլիտան այդ փողը։ Ենթադրում եմ ունի։ Կանի, իհարկե։ Ժամանակը ցույց կտա, այդտեղ չեմ կարող ասել ես։ Այստեղ արդեն կամք եւ հետագա քայլեր են։ Այո, կան մարդիկ, որոնք կարող են այդ բովանդակությունը անշուշտ ստեղծել։ Անհրաժեշտ է փրկել այդ մարդկանց եւ դա մեր արժանապատվության խնդիրն է դրա համար պետք է ռեսուրսներ այդ ռեսուրսներն էլ այլևս ցավոք պետական չեն եւ չեն կարող լինել եւ չեն լինի քանի օրվա իշխանություններն են հույսներս պետք է կտրել են հանգամանքից որ օրվա իշխանությունները այդ հարցում ինչ որ բան կանեն ընթացքում եթե ստացվի կանեն իրենց համար մի հատ հսկայական շոու կազմակերպելով չստացվի ոչ մի բան չեն անի իրականում շնորհակալ եմ զրույցի համար ես եմ շնորհակալ հրավերի համար Կհանդիպենք Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։